Վերջին շրջանում Հայաստանում պարենային ապրանքները նկատելիորեն թանկացել են, ինչը բնակչության շրջանում մտահոգությունների պատճառ է դարձել։ Իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյան նորագիր նյուզի հետ զրույցում նշեց, որ թանկացումները պայմանավորված չեն միանշանակ պատճառներով եւ դրանք պահանջում են ոչ թե ընդհանուր, այլ ոլորտային գնահատականներ։ Պարենային ապրանքների թանկացում գլոբալ ձևակերպում տալ ինքն իրենով ճիշտ չէ։ Եթե մենք քննարկում ենք պարենային ապրանքների թանկացումը, պետք է քննարկենք պատճառները քննարկելիս ապրանքախումբը։ Դե որ ապրանքներն են քննարկում։ Ինչու՞, որովհետև արտադրանքի թանկացում վերամշակող սննդամթերքի եւ պարենային հումքը եւ ներմուծվողը դրանք էականորեն տարբեր բաներ են եւ տարբեր ոլորտներ են։ Պիպոյանի խոսքով, օրինակ պտուղ բանջարեղենների դեպքում պետք է տարբերակել տեղական եւ ներմուծվող արտադրանքը։ Եթե օրինակ ներկրվող պտուղ բանջարեղենը միջազգային շուկայում գինա փոխում, չի կարող դա ազդեցություն ունենալ մեր շուկայի վրա։ Պատկերացրեցիք, այսինքն կան դեպքեր, երբ որ միջամտություն հնարավոր է անել, կան դեպքեր, երբ որ միջամտություն հնարավոր չէ անել։ Նրա դիտարկմամբ վերջին շրջանում առավել նկատելի է մսի թանկացումը։ Պետք է խորքային վերլուծություն իրականացվի, որը կարծում եմ էկոնոմիկայի նախարարությունը կկարողանա, ինչու նախարարությունը, որովհետև նախարարությունում կան գիտակից աշխատակիցներ, ցավոք սրտի, որոնք ունեն ոչ այնքան գիտակից վերադասներ։ Վերլուծությունը կանեն, արդյոք դրանց հետո ընթացք կստանա, այ չգիտեմ, չեմ կարող ինչ-որ բան կարծել, որովհետև արդեն շեշտեցի, որ լրիվ ուրիշ բան է մասնագետը, լրիվ ուրիշ բան է ոչ մասնագետը, որը պետք է հասկանա թե ինչ ասում իրան մասնագետը։ Բաբկեն Պիպոյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ մսի գնի կայունացման համար անհրաժեշտ է հստակ ոլորտային քաղաքականություն։ Տավարի մսի գինը կարգավորելու համար անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան քաղաքականություն վարվի agrarային, մասնավորապես տավարաբուծության զարգացման ծրագիր։ Հիմա եթե դուք զանգարեք էկոնոմիկայի նախարարություն, իրենք կասեն ով է ասում, որ մենք չունենք տավարաբուծության զարգացման ծրագիր ու ձեզ շատ երկար կպատմեն խելացի անասնագոմերի ծրագրի մասին։ Այդ խելացի անասնագոմեր որպես անվանում որ դրել են, անունն են վերցրել ճակերտների մեջ, բայց երկու ճակերտ պետք է դնեին, խելացին էլ պետք է դնեին ճակերտի մեջ, որտեղ այդքան էլ խելացի չի իրենց ծրագիրը, չմշակած է, երկար կպատմեն եւ կստացվի, որ Պիպոյան Բաբկենը առաջին հայացքից ստում էր կամ մոլորեցնում էր, ասում էր, որ մենք տավարաբուծության ծրագիր չունենք, որպեսզի մսի խնդիրը լուծենք։ Բայց ընդհանրապես եթե դուք հարց ուղեք իրենց, այս ծրագիրը տարածվում է բացառապես կատնատու, թե նաև մսատու կենդանիների վրա, միանգամից կլսեք պատասխան, որ բացառապես կատնատու, հետևաբար մսի խնդիր լուծելու համար մենք չունենք տավարաբուծության զարգացման ծրագիր։ Միևնույն ժամանակ Պիպոյանը նշեց, որ որոշ դեպքերում թանկացումները անխուսափելի են։ Կան ապրանքներ, որոնց գները պետք է թանկանան, չեն կարող չթանկանալ։ Օրինակ, եթե լինի դեֆիցիտ, օրինակ, եթե դա ներկրվող է եւ միջազգային շուկայում ագները փոփոխության ենթարկվել դեպի վերև։ Այս դեպքում ինչա պետք անել, մտածել մարդկանց եկամուտների աճ ապավելու մասին։ Խոսելով գնաճի ընդհանուր ազդեցության մասին, մասնագետը պարզ օրինակ բերեց։ Մենք ունենք կոնկրետ ապրանքներ, որը պետքա ձեռք բերենք եւ ունենք 100,000 դրամ եկամուտ։ Հիմա եթե շուկայում տեղի ունենում գնաճ 2%, դա նշանակում է այս ապրանքները ձեռք բերելու համար մեզ անհրաժեշտ է արդեն ոչ թե 100,000, այլ 102,000։ 5% գնաճ է տեղի ունեցել, մեզ պետք է լինելու ոչ թե 100, այլ 105,000։ Հիմա եթե մեր եկամուտը դառնա 105 եւ ավելի, մեր համար այս գնաճը հեշտ հաղթահարելի կդառնա։ Պատկերացրեցիք, բանալ խնայողություն կունենանք։ Բայց եթե մեր եկամուտները մնան նույնը, մենք ինչ որ ապրանք այլևս չենք կարողանա ձեռք բերել։ Անդրադառնալով հնարավոր ռիսկերին, մասնավորապես Իրանից ներմուծվող ապրանքներին, Պիպոյանը զգուշացրեց հատկապես տեղեկատվական զգուշության մասին։ Պետությունը այո, պարտավոր է ռիսկերի գնահատում իրականացնել, բայց տեսական ռիսկը միշտ չի որ անհրաժեշտ է հաղորդակցել։ Ինչու՞, որովհետև դա իր հերթին դառնում է գործոն խոճապի ստեղծման։ Իսկ խոճապը իր հերթին բերում է գնաճի։ Պիպոյանի խոսքով, օրինակ հայկական շուկայում կարևոր դեր ունի Իրանից ներմուծվող սերուցքը։ Տեսականորեն կարող ունենա խնդրեմ, այո կարող է ունենալ, բայց եթե նաև այն համատեքստում դիտարկենք, որ մենք դա մեծածավալ արտահանում ենք իրականացնում կատնամթերքի, այս պայմաններում, երբ որ մենք մնանք մեր շուկայի համար, ինքը կարող խնդիր չառաջացնի։ Այսինքն կան խնդիրներ, որոնք պետք է լուր լուծել, որովհետև
մասին բարձրացեն խոսելը իրականում հա բոլորն ասում են ժողովրդավարությունն չի կարելի եւ այլն, բայց պետք է հասկանան, որ տեղեկատվական հոսքերը եւս ճգնաժամային կառավարման տարեր են պարունակում։ Հասարակական կազմակերպության նախագահն ընդգծեց, որ որոշ դեպքերում խնդիրները պետք է լուծել առանց ավելորդ աղմուկի, միաժամանակ քննադատելով պետական կառավարման ներկայիս ոճը։ Նրա խոսքով պաշտոնյաները հաճախ նախընտրում են աշխատելու փոխարեն խոսել, սակայն կարևոր է հասկանալ, որ շատ խոսող պաշտոնյան քիչ է աշխատում, քանի որ նա խոսում է իր աշխատաժամանակի հաշվին։ Մերի Հակոբյան, Օրագիր Նյուզ։